Ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք հաղորդումները եւ հաղորդումը դիտել նաեւ մեր թվային հարթակներում։ Այս պահին ցանցի մարդիկ հաղորդումն ենք սկսում, մեր տաղավարում Նարինե Սիմոնյանն է, Blank Bureau ընկերության հիմնադիրը, Seinomir Retail Armenia ընկերությունում ռեգիոնալ բրենդ մենեջեր եւ lifestyle blogger Նարինե ջան, ողջույն։ Ողջույն Մանիկա ջան, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք հրավերը, այսօր մեր տաղավարում եք, շատ բազմաբովանդակ է կարծում եմ մեր զրույցը լինելու, որովհետև ձեր մասին պատկերացումները, ընկալումները այսինքն ծայրահեղություն գնում են, շատերի կողմից լսել եմ որպես ոճաբան, հետո գործարար, իրականում այդ մարդիկ այդպես են ձեզ ընկալում, դուք ոնց եք ձեզ դիրքավորում, ով է Նարինեն։ Իրականում ինձ տարիներ առաջ թույլ եմ տվել ինձ ընկալել ու դիրքավորել որպես մարդ, ով ունի բազմաթիվ նախասիրություններ ու բազմաթիվ հոբիներ, որովհետև երբ մտածում եի ասում եի լավ, ես ինձ մարդ եմ, որ համ սիրում եմ նորաձևություն, համ սիրում եմ կարդալ, համ գերազանցությամբ ավարտել եմ իմ ուսումնական հաստատությունները, համ սիրում եմ բիզնես ու թիմ ղեկավարել, ու այդ ամեն ինչի հետ մեկտեղ, չգիտեմ, նաև բլոգ վարելն է ինձ համար հետաքրքիր ու եկա այն եզրահանգման, որ ինձ թույլ տամ ընդունել ինձ որպես մարդ, ով առաձգական է ու կարա ձգվի այնքան ինչքան ուզում է ու ինձ թույլ տամ փոփոխվել, ինձ թույլ տամ անընդհատ լինել նոր մարդ, չմնալ կարծրատիպային այդ մտքի հետ, որ ես ուրեմն, չգիտեմ, ես ավարտել եմ սա, ուրեմն պետք է լինեմ այս մասնագետը, կամ ես սիրում եմ սա, ուրեմն ես պետք է միայն սիրեմ սա։ Ես մարդ եմ, ով սիրում է այն հայկական ավանդական խորոված ու սիրում է ինչ-որ իտալական մի հատ տարօրինակ Միշլենյան ռեստորանի ուտեստ ու ինչի համար չպիտի իմ նախասիրությունները շատ, եկեք ես ռեալ կլինեմ, իրոք ինձ թվում է բոլորի մոտ կա այդպիսի բան, որ շատ տարբեր բաներ են սիրում, բայց այստեղ գալիս է այն թե ոնց ես քեզ դիրքավորում թվային հարթակներում, դա շատ կարևոր ու հիմա նաև նորաձև ուղղություն է, մարդիկ սկսում են անձի բրենդավորման մասին ավելի շատ խոսել։ Ես անցել եմ այդ ճանապարհով ու ինչպես դու նշեցիր, ժամանակին մարդիկ ինձ ճանաչել են որպես ոճաբան, որպես ավելի նորաձևության ոլորտի բլոգեր, բայց ախր դա իրականության այդքան էլ չէր համապատասխանում, որովհետև ուսանող էի, ես ընկերուհուս հետ որոշել էի, որ պիտի հարցազրույց անենք ձեզ հետ, ու հենց որպես ոճաբան, առաջին տպավորությունը, որ մենք հանդիպեցինք, ես ինչ որ տարօրինակություն չտեսա, ամեն դեպքում ոճաբանի տեսքին, ամեն ինչ հասկանում էր նորաձևությունից ու տարօրինակ չէր ամեն դեպքում այդ ամենը։ Պատմեմ ինչպես դա սկսվեց, 2012 թվականին ընդունվեցի, ստացա առաջարկ աշխատելու Seinomir Retail ընկերությունում, որտեղ մինչ օրս աշխատում եմ, այժմ ռեգիոնալ բրենդ մենեջերի պաշտոնում, ինչպես նշեցիր, Հայաստանում եւ Վրաստանում ղեկավարում եմ մի քանի բրենդեր, որոնք են ուզում այդ բրենդներն։ Անպայման կխոսենք հիմա դրա մասին։ Ու սկսեցի աշխատել որպես խանութի տնօրեն այն ժամանակ Stradivarius, այնուհետև բացեցինք Երևան մոլը, Երևան մոլի Stradivarius-ի տնօրենն էի, հետո առաջարկ ստացա Zara-ի տնօրենի պաշտոնը գրավել, այսինքն Zara-ի տնօրենի պաշտոնում էի աշխատում, տնօրեն ասելով մեզ մոտ դա store manager-ն է, այդ հայկական կլասիկ տնօրենը չի, որտեղ store manager-ը մի քիչ ավելի ֆունկցիոնալ տարբերվում է, եւ դրանից հետո էլի մի քանի պաշտոն փոխելուց հետո առաջարկ ստացա աշխատել օֆիսում որպես արդեն area manager, հետո brand manager։ Այդ ամբողջ ընթացքում ես շատ մոտ եմ եղել հագուստին, նորաձևությանը, տրենդերին, որովհետև անհնար էր ու եթե անգամ առանց ինչ-որ ջանք գործադրելու պարզապես քո առօրյա լուքերը նկարեիր Instagram-ում հրապարակել, իսկ այն ժամանակ Instagram-ը բոլորի համար նոր էր, 2012 թվական, ուզում հիշեցնեմ, այդ այն կանաչ երկար պլիսե յուբկաների էրան էր ու ես հիշում եմ Blog News-ին հարցազրույց էի տվել, կարծեմ եթե չեմ սխալվում, կամ ընտրել էին քաղաքի ոճային մարդիկ այդ թեման ու այդ պլիսե յուբկայով նկարն էին ընտրել, որ հիմա նայում եմ ասում, օքեյ, շնորհակալություն։ Այդ ամեն ինչին զուգահեռ ես եղել եմ խանութի տնօրեն, store manager, ես եղել եմ regional brand manager եւ այլն։ Խոստովանենք, որ կարծում եմ շատերը կկարողանային այդ պաշտոնում լինել, բայց ոչ բոլորին կհաջողվեր այդ հասկանալ այդ ոճը, կարողանալ համադրել, դա էլ պիտի ներքին ինչ-որ զգացողություն լինի, ճաշակի հարց պիտի լինի, բոլորը չէ որ այդ ոլորտում լինելով կարող են լավ հոտառությունը ունենալ դրա, ճիշտ եմ ասում։ Ենթադրում եմ, այո, այդ հիմա էլի ժամանակակից տերմին կա ռուսերեն, չեմ սիրում
մոտարաբանություններ օգտագործել, բայց այդ насмотренность բառը, որ դու պետքա շրջապատես քեզ գեղեցիկով ու մաքսիմալ ընկալես, որ ինչ որ դու տեսնում ես, այն շրջապատում որտեղ դու գտնվում ես, դա ձևավորում է քո ճաշակը։ Ես փոքր տարիքից շատ սիրել եմ այդ ժամանակ public-ներ կային We Heart It, Tumblr եւ այլն, անթաց scroll էի անում, ինչ որ իդեաներ էի վերցնում ու այդ զարգացնում էր իմ վիզուալ ճաշակը, որը նաեւ իրական կյանքում փորձում էի իմ կերպարներում արտահայտել, չգիտեմ ինչքանով էր ստացվում, այս ժամանակվա համար ինձ թվում է նորմալ էր։ Ինչպես որոշեցիք, որ նաև պիտի այդ առանցքականությունը դրսևորեք գործարարության մեջ ու ոչ միայն տնօրեն լինեք, ոչ միայն մենեջեր լինեք, նաև փորձեք այլ ուղղությամբ ձեզ դրսևորել։ Բրենդ մենեջերի պաշտոնը զբաղեցնելիս, իսկ այդ ժամանակ Հայաստանում ու հետո նաև Վրաստանում ղեկավարում էի մոտավորապես 7-8 բրենդ, դրանք շատ տարբեր բրենդեր են, որոնք կարող եք դառնում գտնել ու իրանք շատ տարբեր ժամանակներում փոփոխության են ենթարկվել։ Բրենդերից շատերը միգուցե նաև հիմա շուկայում չկան, դա Monsoon Accessorize, այնտեղ Jennifer կար, Garage կար, մեյքափի բրենդեր կային, ներկայումս Sunglass Hut-ն է այդ հիմնական պորտֆոլիոյի մաս կազմում։ Անընդհատ, ինչա իրանից ներկայացնում բրենդ մենեջերի պաշտոնը։ Փաստացի բրենդ մենեջերն այն մարդն է, որը բրենդի ամբողջ օպերացիոն աշխատանքը համակարգում է բրենդի եւ լոկալ ղեկավարության հետ։ Այսինքն բրենդը շփվում է international բրենդը, միջազգային բրենդը շփվում է Հայաստանում բրենդ մենեջերի հետ։ Բրենդ մենեջերն է որոշում, երբ լինեն զեղչերը, ապրանքը երբ ու ինչքան պատվիրվի, աշխատողը ով է լինելու, այդ ամբողջ տրեյնինգները կազմակերպում է բրենդ մենեջերը, այսինքն ինքը հսկայական պատասխանատու օպերացիոն ֆունկցիա կատարող մասնագետ է։ Ու քանի որ աշխատելով միջազգային բրենդերի հետ դու նաև մարքեթինգի հետ ես առնչվում, որովհետև էդ էլ ես դու համակարգում որևէ բրենդի ղեկավար ինքը չի շփվելու քո երկրից 5-6 մասնագետի հետ, HR, մարքեթինգ, չգիտեմ, դիզայներ եւ այլն, մեկն է դա բրենդ մենեջերն է։ Ու քանի որ նման պրոյեկտներ շատ էինք իրականացնում, խանութներ էինք բացում, տարբեր մոլերում նոր լոկացիաներ, Վրաստանում էլի նոր մոլեր ու նոր խանութներ, ըստ այդմ շուկայում արդեն մարդիկ սկսեցին ինձ ճանաչել մարդ, ով որ մարքեթինգի եւ բիզնեսի մեջ է, սկսեցին այն ժամանակ ֆրիլանս առաջարկներ գալ տարբեր պրոյեկտների, խորհրդատվությունների բիզնես, հնարավոր է ինչ-որ հայկական լոկալ բրենդեր ինձ հրավիրեին խորհրդատվության, հնարավոր է ինչ-որ հայկական էլի լոկալ բրենդեր ինձ կանչեին, չգիտեմ, ինչ-որ կամփեյններ դիտարկելու կամ buying-ների, գնումների, դա այն տերմինն է, երբ որ դու դրսից պատվիրում ես ապրանքը խանութ սրահի համար, հետո այդ նորաձևությունից արդեն իմ մոտ նոր գիրք առաջացավ, դա հյուրընկալության ոլորտն է, ինչից դա առաջացավ, շատ ճանապարհորդելու արդյունքում անընդհատ տենց նոր հյուրանոցներ ու նոր լոկացիաներ ինձ համար բացահայտում ու ինձ մեջ գտա այն սերը հյուրընկալության ոլորտի հանդեպ, երբ այդ տարածքը այնքան մեծ տպավորություն է գործում իմ վրա, որ սկսեցի դրա մեջ էլ արդեն խորանալ, եթե կարելի է այդպես ասել։ Ըստ այդմ նաև մարքեթինգային ու խորհրդատվական առաջարկներ էի ստանում համագործակցության նաև հյուրընկալության ոլորտի բիզնեսների հետ։ 1, 2, 3 արդեն զգացի, որ ես մենակով պարզապես չեմ հասցնի, որովհետև հարկ կա նշել, որ այդ ամբողջ ընթացքում շարունակել եմ աշխատանքը Սենոմիում, full time, դա 9 to 6 աշխատանք է, այսինքն 9 to 6-ը մի քիչ ուտ եմ ասում, 10-ից 7-ն է իրականում, եթե գործից չես ուշանում։ Ու հա, այդ ընթացքում ամբողջ ընթացքում շարունակում էի ֆրիլանս պրոյեկտներ էի վերցնում, հետո զգացի, որ չեմ հասցնում ու հարկ կար արդեն թիմը մեծացնելու։ Այդտեղ ինձ միացան իմ սիրելի թիմակիցները, ովքեր մինչ օրս աշխատում են իմ հետ, արդեն Blank Bureau-ում, մեր ընկերությունում, ու սկսեցինք թիմով աշխատել։ Դրա ինձ թվում է տրամաբանական շարունակությունը նաև օֆիցիալ ընկերության հիմնադրումն է, շատ բարձ պատճառներով, որովհետև բնականաբար կարիք կա աշխատել օրենքով վճարելով բոլոր հարկերը ու միանշանակ այդ այն ամեն ինչն է, ինչին մենք ուզում էինք գնայինք, մեր ամբիցիաները շատ մեծ են։ Blank Bureau-ն Ես ուզում եմ, այո, Blank Bureau-ի մասին ավելի մանրամասն մեզ պատմեք։ Սիրո Մոնիկա ջան, շատ շնորհակալ եմ։ Այդ քայլ առ քայլ ճանապարհը ոնց է անցել թիմի ձևավորում, գաղափարից մինչև արդեն հողի վրա այն ինչ կա։ Ճանապարհը, տեսեք, ճանապարհը անցել եմ իրականում շատ ինտուիցիայով։ Ես մարդ եմ, ով յուրաքանչյուր նոր թիմակից թիմին միանալու այդ ամբողջ process-ի ընթացքում ներգրաված եմ, ու ինչքան էլ շատ սիրում եմ մեր HR-ներին ու կադրային բաժնի ղեկավարներին, ինձ համար շատ կարևոր է, որ հատկապես ստեղծարար ոլորտի աշխատակիցների ընտրությունը իմ լինի տետատետ, լինի այդ ամբողջ ընթացքը միասին անցնելով ու հասկանալով այդ մարդը ինչքանով է կարողանալու ինտեգրվի թիմում ու ինչքանով է արժեք ներկայացնելու։ Միանշանակ փափուկ հմտությունները ինձ համար շատ կարևոր են, որովհետև hard skill-երը դրանք էլի շատ կարևոր են, որովհետև մենք այնպեսի աշխատանք ենք կատարում, որը որ ճշգրտություն է պահանջում, սակայն առանց մեկի մյուսը պարզապես չի կարա լինի ու հաստատ փափուկ հմտությունները շատ մեծ դեր են կատարում դրա մեջ։
մեկ թիմակից, այնուհետև երկրորդ թիմակիցը, հետո երրորդ թիմակիցը ու միասին մենք ստեղծում էինք մեր գաղափարները ու երազում էինք շատ մեծ ապագայի պրոյեկտների մասին, իրագործում էինք այդ պրոյեկտները, աշխատում էինք տարբեր հետաքրքիր մարդկանց հետ ու Blank-ը հիմնադրելուց իդեպ անպայման ուզում եմ նաև նշել ինչի Blank բյուրո, որովհետև դա է շատ հետաքրքիր պատմություն։ Երկար ժամանակ անուն չէինք կարողանում որոշել։ Εμείς ասում են սապոժնիկ Դա ամենակարևոր բանն է, չէ՞, դա շատ բարդ է։ Իրականում շատ բարդ է, որովհետև մենք խուսափում էինք այնպիսի կլասիկ անվանումներից, ինչպեսին, չգիտեմ, marketing, creative, digital բառերից, որովհետև այդպիսի ընկերություններ շատ կան։ Հետո ինչ որ մի պահի ռեբրենդինգի խնդիր է առաջանում, դա էլ մի պատմություն է։ Այո, ու դրել շատ բարդ մի հատ անուն, որը որ իրականում նաև մարդիկ շատ միգուցե բարդ են արտահայտում, արտասանում, բայց մեր տեսլականը այսպեսին է։ Ինչու Blank։ Blank-ը դա մեր համար յուրաքանչյուր բիզնեսի սկիզբն է։ Blank-ը դա այն դատարկ կտավն է, որի վրա նկարիչը սկսում է նկարել։ Blank-ը դա այն դատարկ թուղթն է, որի վրա ստեղծարարը կամ գրողը սկսում է գրել։ Blank-ը դա այն 4 պատն է, որից սկսում է վերանորոգումը։ Blank-ը մեզ համար յուրաքանչյուր բիզնեսի, կլինի ստեղծարար թե ոչ, առաջին կետն է, ու մենք շատ մեծ սիրով ու ամբիցիայով ուզում էինք, որ մենք լինենք այդ առաջին կետը ու մարդկանց ցույց տանք, որ չկա ավելի մեծ ոգեշնչման ու մոտիվացիայի աղբյուր, քան այն զգացողությունը, երբ դու ստեղծարար ես ու ունես այդ սպիտակ դատարկ տարածությունը քո առաջ ու աշխարհի ամբողջ հնարավորությունը անելու այն, ինչ որ դու ուզում ես անես։ Այո։ Իմ համար այդ շատ կարևոր էր, այո։ Ցանկություն ու այդ սպիտակի վրա սևով դու գիտես, որ դու ամեն ինչ կարող ես անել, դու կարող ես այս պահին, չգիտեմ, նկարել կանաչով կամ կապույտով, դու կարող ես ստեղծել, դու ունես այդ հնարավորությունը ու մեզ համար կարևոր էր, որ հատկապես այդ հնարավորության ու անսահման հնարավորության հենց էմոցիան փոխանցենք մարդկանց, որ չկա սահմանափակում։ Մենք չենք թելադրում։ Մենք այն դատարկ կտավն ենք, որի վրա դու ներկայացնելու ես քո բիզնեսը, քո պրոյեկտը, քո նախագիծը, հատկապես եթե հիմա սոցիալական մեդիայի մասին խոսանք, ենթադրենք Instagram-ի feed-ի հետ, որ մարդիկ նայում են, մեզ պետք չէր, որ մեր բրենդը ունենա այնքան հստակ արտահայտված գույն, հիմա նկատած կլինեք, մտնում ես բրենդի գույնը կանաչն է, ամբողջ feed-ը կանաչ է կամ սպիտակն է, չեմ, նարնջագույնն է, ամբողջը նարնջագույնն է, մեզ համար չափազանց կարևոր էր հանդիսանալ այն պալատնոն, հա, կտավը էլի այդ բառը շատ եմ կրկնում, որի վրա ավելի վառ կարտահայտվի հաճախորդը։ Այսինքն յուրաքանչյուր հաճախորդ ինքը իրեն կարող է տեսնել այդտեղ։ Հուսով եմ կարող է տեսնել, ամեն դեպքում մենք այդպես անում ենք ու կարևորը որ սկսենք միասին ինչ որ բիզնեսներ, տարբեր հետաքրքիր մարդկանց հետ, որովհետև մեր բոլոր պատվիրատուները շատ հետաքրքիր են, շատ ստեղծարար են, շատ էմոցիոնալ են, շատ պահանջկոտ են, ինչ մենք շատ սիրում ենք, որովհետև մեր ամբողջ թիմը շատ թիմային է աշխատում։ Այս մասին նշելիս նաև պետք է մի բան էլ հավելեմ, որը շատ հետաքրքիր է կարծում եմ բիզնեսի ֆորմատի տեսանկյունից։ Blank Bureau նաև հանդիսանում է Film Hospitality Group-ի էկո համակարգի մի մաս։ Ինչ է դա նշանակում։ Film Hospitality Group-ը ինքը իրանով զբաղվում է հյուրընկալության ոլորտի բիզնեսների ստեղծմամբ ու կառավարմամբ ու իր գործունեությամբ փակում է հյուրընկալության ոլորտի այդ ամբողջ ընթացակարգի ողջ շղթան։ Սկսած կառուցապատումից, ճարտարապետական աշխատանքից, դիզայնից, բրենդավորումից, կառավարումից, ինվեստիցիաների ներգրավումից ու վերջում մենեջմենթից, այսինքն փաստացի ամբողջ full փաթեթը, ինչ է ստանում պատվիրատուն։ Փաստացի հիմա ունենք մի քանի նախագիծ, դրանց վրա օրինակ բերեմ, կառուցում ենք հյուրանոց, օրինակ։ Պատվիրատուն եկել է ու ինչ էր անելու սովորաբար այլ դեպքում, ինքը դիմելու էր տարբեր ընկերությունների, դիզայնի համար մեկ ընկերության, ճարտարապետության համար մեկ այլ ընկերության, ղեկավարման համար երրորդ ու տենց անընդհատ շատ անգետ, նոր զբաղվածություն, որը որ եկեք անկեղծ ով ունի հիմա դրա ժամանակը։ Եթե իրականում կատակ եմ անում, բայց փաստացի սա շատ ավելի կարելի ավելի համակարգված։ Ինչի՞ց է դա գալի, նաև հենց եթե կհիշեք, այդ բրենդ մենեջմենթի մասին խոսելիս նշեցի այն կարևորությունը, որ այդ այն մարդն է, որ կապում է մի քանի օղակներ իրար։ Այդտեղից էլ նաև ծագեց գաղափարը, նաև միջազգային տարբեր բրենդեր, բիզնեսներ ուսումնասիրելու արդյունքում հասկացանք այն, որ մեր ընկերությունում թերևս չկան կամ շատ քիչ են այնպիսի ընկերությունները, որոնք որ հաճախորդի բիզնեսմենի համար, հյուրընկալության ոլորտի հատկապես փակում են այդ աշխատանքային ընթացակարգի ողջ սպեկտրը։ Հիմա ինչ ենք մենք անում։ Բիզնեսները փնտրում են իրենց, այսինքն իսկապես բիզնեսը կարիք ունի դրա, թե այսպես այդ
դինոզավր մտածելակերպի բիզնեսներ կան, ովքեր ասում են, չէ, ես ամեն դեպքում ավելի լավ է, այս մեկին զանգեմ, հետո այն մյուսին զանգեմ, հետո այն մյուսին, իմաստ չունի մեկին դիմել ու ով այդ ամբողջ հարցերը կլուծի։ Ես քո հարցին կփորձեմ պատասխանել մաքսիմալ անկեղծ։ Այն ժամանակ, երբ որ մեզ մոտ էտիզիան ձևավորվում էր այն ամենասկզբնական շրջանում, մենք մեզ դինոզավր էինք զգում միանշանակ։ Ու շատ նախագծեր, եթե դու ուզում ես նոր բան բերես Հայաստան կամ որևէ երկիր այստեղ Հայաստանը կապ չունի, այն առաջինը պիոները ստեղծարարեն, առաջինը որ էտիզիան բերում է, ինքը տարօրինակն է լինելու, ասում են, ես ինչ ես անում, ով ասենց բան անում, ոչ ոքի սա պետք չի գա։ Հայաստանի դեպքում կարծում եմ ավելի ընդգծված է։ Մենք մի քիչ ավելի պահանջկոտ ենք, պահպանողական ենք նաև, ու մի քիչ է նաև միգուցե սկեպտիկ, եթե կարելի է այդպես ասել։ Հիմա դրա պահանջարկը միանշանակ կա, որովհետև եթե նկատել ես հյուրընկալության ոլորտը շատ ակտիվ ու մեծ տեմպերով զարգանում է ու ենթադրաբար սա ամենաարագ զարգացող ուղղություններից մեկն է Հայաստանում հիմա, ենթադրաբար չէ, վստահաբար, ինչքան բացվում են իհարկե այնքան էլ փակվում են, բայց դա լրիվ ուրիշ, որը լրիվ ուրիշ խոսակցություն է։ Ու հիմա շատ են դիմում, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հարցին մեկ այլ տեսանկյունից պատասխանել, որ այստեղ մի հատ ուրիշ տեսակետ կարա լինի, որը որ միգուցե դու չես հարցրել, բայց ես փորձեմ այդ հարցը առաջ տանել։ Իսկ արդյոք կարա լինի այնպիսի ընկերություն, որը որ ամբողջապես անի ինչ-որ ֆունկցիա ու անի դա լավ։ Էդ էլա չէ հարցական, որտեղ մենք մեզ ընդունված է, որ մտածենք, որ փաստացի մի ընկերություն լավ մասնագիտացած է մի բանում, մի ընկերություն մասնագիտացած է մեկ այլ բանում։ Ու այստեղ անպայման ուզում եմ նշել այն, որ այդ ընկերությունները ղեկավարվում են լրիվ տարբեր մարդկանց կողմից ու զարգանում են իրենց ոլորտներում իրարից անկախ։ Մեր համագործակցությունը ինչպես միասին է լինում, այնպես էլ առանձին է լինում ու իհարկե յուրաքանչյուր պատվիրատու իրավունք ունի ու նաև մենք պարտադրում ենք եւ հորդորում ենք, որ իրանք գնան ու փորձեն ընտրել այն մասնագետին, ում հետ իրանք նույն ձև են մտածում, նույն ուղղությամբ են գնում, նույն մտքերն ու իդեաները ունեն ու եթե մարդ որոշի, որ ի վերջո աշխատելու է մեր ընկերության հետ, մենք միայն ուրախ կլինենք, որտեվ եթե նկատած կլինես, շուկայում կա մի հատ sense խնդիր, կան շատ բիզնեսներ, բայց մեկ-մեկ մտածում ես ու պատկերացնում ես, որ չկա կոնցեպտ։ Հասկանում ես, որ ինչ որ բան արված է, կարող է շատ լավ է արված, կարող է իդեալական կերպով կատարված ու շատ սիրուն է։ Այդ իդեան մեկ-մեկ չի կպնում ուղղակի իրար ինձ թվում է ու այդ կարա լինի նաև, հիմա ես ուղղակի կենթադրեմ, որովհետև որ պրոյեկտի հետ ես կապ չունեմ, այդ պրոյեկտներից հաստատ քննադատելու ոչ մի միտում չունեմ։ Մեկ-մեկ նրանից է, որ իրարից անկախ մարդիկ են աշխատում ու իրարից անկախ են այդ իդեան զարգացնում ու երբեմն չի հատվում այդ իդեան իրար կամ միգուցե ընդհանուր սեղանի շուրջ չի քննարկվում։ Այստեղ արդեն հա բիզնեսի։ Այստեղ արդեն մենք փորձում ենք այդ կլոր սեղանը լինել, օգնել, իրականում բավական հետաքրքիր պրոյեկտներ ունենք, հյուրանոցային հետաքրքիր նախագծեր ունենք, որոնք կյանքի են կոչվում, արդեն շինարարության փուլում են, մեկը հենց Կապանում կլինի շուտով ունենք նաև դեպետ գյուղում, որ էլի հետաքրքիր հյուրանոցային պրոյեկտ է լինելու։ Որ այդ ամենը տեղի ունենում նաև Երևանից դուրս, որովհետև ցավոք սրտի այսօր ամեն բան կենտրոնացած է Երևանում ու մենք այդ խնդիրը միշտ տեսնում ենք։ Նարինե ջան, այդ սահմանափակումներից մի քիչ առաջ խոսեցինք, նաև ցանցում, որ բիզնեսները փորձում են այսպես քառակուսիներով առաջ շարժվել, այ մեր գույնը էս է, մեր էջը էսպիսին պիտի լինի, իսկ հակառակ դեպքում խնդիր չի առաջանում, երբ դու հստակություն չես դնում, կարող է գուցե չընկալվել դա հաճախորդի կողմից ու այդ մասով դժվարություններ լինեն։ Ոնց է ձեր դեպքում։ Միանշանակ համաձայն եմ, որ դու պետք է ունենաս քո հստակ ձեռագիրը։ Այստեղ ուղղակի կարծում եմ մեթոդներն են տարբեր, հստակ ձեռագիրը կարող է ունենաս, ես գույնի վրա օրինակ բերեցի, ոչ թե գույնով, այլ օրինակ նկարահանման ոճով, այլ օրինակ ինչպես ես դու ներկայանում միջոցառումներին, օրինակ ինչա հագնում քո թիմը, երբ որ նկարահանումների է գնում, ինչա ձեր թիմի չգիտեմ, մերչի վրա գրած, ոնց են իրանք ողջունում մարդկանց, ոնց են ներկայանում։ Կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է ոչ թե գույնը կամ գույնը իրականում օրինակ է, ինչ որ մի բանը հստակ, այլ կարևոր է այն ձեռագիրը, որով դու ներկայանում ես հանդիսատեսին, հանրությանը, մարդկանց կամ քո պարտներներին, ում հետ աշխատում ես, ու մեզ համար, մեզ մոտ կա մշակված հստակ ընթացակարգ, ոնց ենք գնում, ոնց ենք ներկայանում, ինչ ենք ասում, ոնց ենք խոսում։ Մենք ունենք հստակ արտահայտված վիդեոների ձեռագիր, ոնց ենք նկարահանում, այդ էլ ենք փորձում անպայման մարդկանց ցույց տալ ու փաստացի այդ ընդհանրությունը մեզ մոտ պահվում է նրանով, որ մեր բոլոր թիմակիցները նույն լեզվով են խոսում իրենց այլ գոլեգաների ու պարտներների հետ ու նույն ձև են հանդես գալիս, ոնց որ մնացած բոլորը, այսինքն ընդհանրությունը ուրիշ ձևով արտահայտվում։
Բայց հետաքրքիր է նաև այդ որ ասում ես գույնը, այդ միջազգային տրենդեր կան, եթե կարող ենք հետևել, հա, դրսի դիզայն ընկերություններին, դու պետք է հնարավորություն տաս մաքսիմալ կոնցեպտը քո էջում բացելու ու դու միգուցե այդքան լավ չկարողանաս կոնցեպտը քո էջում բացել, եթե ամեն ինչի մեջ փորձես նաև քեզ ցույց տալ։ Դու քեզ ցույց ես տալի այդ աշխատանքը իդեալական կերպով ներկայացնելով ու կարծում եմ, որ այն մարդուն, որ դա պետք է, իրան կհասնի, հա։ Նայնե ջան, ուզում եմ այ բիզնեսից մի փոքր անցում կատարենք արդեն ցանցին, Նայնե Սիմոնյանի էջին, որը էլի վիզուալ շատ գեղեցիկ է, շատ այսպես գրավիչ է, մտնում ես ու չես ուզում դուրս գալ այդ էջից։ Դժվար է տրվել այդ էջը կառուցելը, այդ պատմությունը ստեղծելը, թե ամեն դեպքում էդ էլ է ներսից եկել ու միշտ սիրով է արվել ու հաճույքով։ Միանշանակ միշտ սիրով է արվել ու հաճույքով, սիրում եմ հարցին ամենահեշտ մասից պատասխանել, ինչ խոսք։ Եթե կնկատեք վերջին շրջանում բավական իրականում пассив եմ աշխատանքի ու զբաղվածության պատճառով, բայց սկսվել է շատ սիրով ու շարունակվել է սիրով, դժվար է տրվել, չեմ կարող ասել շատ հեշտ է տրվել իրականում, բավական բարդ է տրվել, որովհետև Instagram-ի տրենդերը բոլորս գիտենք շատ հաճախ փոփոխության են ենթարկվում, քո մոտ առաջանում է այդ fear of missing out-ը, որ քեզ թվում է ասա բաց կթողնես բոլորի մոտ ամեն ինչ լավ է ու քեզ մոտ ոչինչ դեռ լավ չի, այդ իդեալական կյանքի մոլուցքի ու վասկի հետևից ընկնելով դու արդեն մտածում ես, որ դու ես մի բան սխալ անում ու ինչպես բոլորը, այնպես էլ ես անցել եմ այդ բարդ ճանապարհով, ինքս ինձ շատ հարցեր եմ տվել, շատ երկար ժամանակ ստոպ եմ տվել, չեմ շարունակել։ Հիմա փորձել եմ ինձ էլի թույլ տալ, անել են ինչ որ ուզում եմ, հրապարակել այնքան ինչքան ուզում եմ ու մաքսիմալ օրգանիկ պահել էջը, որտեվ ենթադրաբար դուք էլի բարձրացրել եք այս թեման, որ մաքսիմալ օրգանիկը ու չմշակվածը ու բնականն է հիմա մարդկանց գրավում, ոչ ոք էլ չի ուզում տեսնի այդ իդեալականությունը, մարդիկ ուզում են տեսնեն իրական մարդկանց, լսեն իրական հոգսերի մասին ու ապրեն այդ իրական կյանքը, որի կարիքը կարծում եմ բոլորս շատ ունենք։ Շատ, բայց կարծում եմ ցանցում ամենայն դեպս շատ խնդիրներ այդ մասով նաև կան, որովհետև մարդիկ այդտեղ էլ կարմիր գծեր են սկսում հատել ու մտածում են, որ այ ես էլ ասեմ լավ է, ազատ է, սրա մասին խոսեմ, այս ընտանեկան այս իրավիճակը նկարագրեմ նորմալ է, բայց միշտ չի որ դա լավ հետևանքներ է ունենում։ Դուք այդ խնդիրները արդյոք տեսնում եք։ Միանշանակ տեսնում եմ ու շատ ուրախ եմ, որ այդ հարցը դու էլ բարձրացրեցիր, որովհետև դա իմ ամենամեծ ցավերից մեկն է։ Երբեմն այդ նեղ սահմանը, երբ որ մարդիկ փորձում են բնական լինել, բայց շատ TMI կա, չէ՞, անգլերենում տերմին կա, too much information, փորձում են շատ ցույց տալ, իրար խառնվում ու դառնում է մի հատ անցանկալի տեսարան, ընտանեկան պատմություններ, երբ դու պարզապես տենց ցույց ես տալի ու խոսում ես մի բան, որը ես չեմ ուզում լսել։ Գուցե փորձ է արվում ավելի մտերմիկ միջավայր ստեղծել, բայց այստեղ գալիս են խանգարելու ալգորիթմերը, որովհետև անգամ եթե շատ պատահական յուրաքանչյուր ոնց է մարդը բլոգեր դառնում, երբ է սկսում ինքը հասկանալ ինչ է իր աուդիտորիան ուզում։ Եթե իր հրապարակած կոնտենտից թերևս գոնե մեկը դառնում է viral, այսինքն սկսում է դիտելիություն հավաքել։ Դու արդեն հասկանում ես, հիմա ես հրապարակեցի իմ ամուսնու ձեռքը կամ երեխային ու դրանից հետո մարդիկ սկսեցին, այսինքն մարդկանց սա է հետաքրքիր։ Սա բնական մարդկային պահելաձև է, ինձ թվում է վարքագծային նորմա, երբ դու տեսնում ես, որ մարդկանց էսա պետք, փորձում ես դրանից ավելի շատ անել։ Հիմա բնականաբար Հայաստանում ավելի շատ դիտելիություն հավաքելու այն, որ դու պատմես ոնց ես սկեսուրիդ հետ վիճաբանել, մարդիկ սկսում են արդեն այդ թեման արծարծել, ըստ այդմ դիտելիություն հավաքելու համար սա ամբիցիա է, թվային աշխարհի մոլուցք է ու ինչ որտեղ նաև հետագայում միգուցե վարքագծային նորմ կամ հիվանդություն, որը պետքա լինելու հետևել մասնագետների հետ հատկապես։ Չեմ համարում, որ դա լավ կամ վատ է, դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է միանշանակ, ինչ հրապարակել, ինչքան հրապարակել, յուրաքանչյուր մարդու աուդիտորիայի իր աուդիտորիայի հետ կապն է, որ իրավունքը կարծում եմ բոլորը ունեն։ Ձեր աուդիտորիան ինչ պահանջներ ունի։ Իմ աուդիտորիան իրականում ինձ շատ հորդորում է պրոստը, ուղղակի հրապարակել։ Ներկա լինել, բայց ավելի շատ ենթադրում եմ իրանք ուզում են իմ կյանքի առօրյայի մաս դառնան, որովհետև փաստացի այն ինչով որ ես զբաղվում եմ, դրա երևի 3% անգամ չի երևում սոցիալական մեդիաներում։ Այո, ակնհայտ է, երևում, հա։ Երբեք չես կարող գտնել, ինչքան էլ որ փորփրես, քանդես, միայն գեղեցիկ նկարներ են, վիզուալ այսպես էսթետիկա է տիրում, բայց գործունեության մասին չի եկել, իմ մոտ չի առաջացել այն կարիքը դեռևս, որովհետև դա յուրաքանչյուր պահի ես այս մարդ եմ, յուրաքանչյուր պահի կարող է իմ որոշումը փոխեմ ու դա դեռ նորմալ եմ համարում,
Ես ուղղակի Instagram-ը օգտագործել եմ որպես վիզուալ ամսագիր իմ կյանքի գեղեցիկ պահերի, գեղեցիկ օրերի մասին։ Այդ գործարաններ այսօր ցանցը օգտագործում են իրենց բրենդի առաջ խաղացման համար, նաև անձի բրենդավորման համար, ասում են, որ եթե դու չկաս ցանցում, քո բիզնեսը չկա ցանցում, ուրեմն կարելի ասել դու գոյություն չունես։ Ոնց է այդ տեսակետը։ Ես գիտեք ոնց եմ իմ պատվիրատուներին, հատկապես բիզնեսմեններին, ովքեր որ չեն ուզում լինել ցանցում կամ չկան ցանցում, այդ բացատրում ասում հիմա սոցիալական մեդիան հարթակը դուք կարող եք ընտրել, ես չեմ պարտադրում որ դա լինի Instagram-ը, դա կարող լինի ձեր նախընտրելի հարթակը, միգուցե ավելի կարևոր է, քան մեր բոլորի անձնագիրը, որովհետև այդ անձնագիրը մարդիկ տեսնում են հաշված անգամներ, երբ որ դու ճանապարհորդում ես կամ ինչ-որտեղ ես գնում, իսկ սոցիալական մեդիան նայում են բոլորը, երբ քեզ հետ հանդիպում են անգամ մեկ անգամ գործնական։ Ըստ այդմ անկախ քո որոշումից, թե դու ուզում ես դա ակտիվ վարես թե չէ, էջը պետքա լինի փաթեթավորած, ամեն դեպքում պետքա լինի այնպիսին, որ գոնե չարտահայտի մի հաղորդագրություն կամ մեսեջ քո մասին, որը դու չես ուզում որ արտահայտի։ Այստեղ ավելի կարևոր է այդ նեգատիվ տեսանկյունից մոտենալ։ Դու կարող ես, օքեյ է, որ դու մարդ ես, բիզնեսմեն ես, ու քո էջում հրապարակում են ճանապարհորդական ինչ-որ կոնտենտ, ճանապարհորդական թեմաներ արձարծվում, բայց միգուցե պետք է կողքի աչքով նայես ու հասկանաս ինչ կա, որ բիզնես տեսանկյունից պետք չի, որ մարդիկ քո մասին տեսնեն։ Այդ խորհուրդն եմ տալիս, իրանք նայում են, եթե կհիշեք, չնայած կարող է հիմա էլ կա Facebook-ում կար մի ֆունկցիա, երբ այդ աչքը միացնում էիր, որ երրորդ կողմից նայիր քո էջին, անընդհատ այդ միացնում է, ասում էի լավ։ Ես հիմա գնացի հանդիպման ու այդ մարդու վրա փորձեցի նորմալ տպավորություն թողնեմ, հասկացնեմ ու բացատրեմ ես ով եմ, ինչ եմ անում եւ այլն, երրորդը, չորրորդը, բայց այդ մարդը միանշանակ հիմա բացելու է Instagram-ը, Facebook-ը, նայելու է ինձ որպես Նայինե Սիմոնյան մարդ հասկանալու համար ես ով եմ ու այդտեղ ոնց է փորձում էի անջատել, միացնել, տեսնել ինչ կարող են տեսնել։ Բնականաբար, քանի որ էջը իմ lifestyle blog-ը ինձ օքեյ է որ տեսնեն իմ, չգիտեմ, այն կոնտենտը, որը հրապարակվում է, բայց հա, համաձայնվելով քո հետ միանշանակ պետք է ասեմ, որ հիմա անձի բրենդինգը սոցիալական մեդիայում նույնպես շատ կարևոր է ու ի վերջո արի հակառակ տեսանկյունից պատասխանեմ քեզ, ինչու չհրապարակել քո գործունյա աշխատանքային կյանքը, չկիսվել խնդիրներով, չպատմել են չելենջների մասին, մարտահրավերների, որոնք որ դու հաղթահարել ես այլ մարդկանց հետ, ով միգուցե դրանից կմոտիվացվի։ Հուսամ դրա ժամանակը կունենամ, կգտնեմ, որովհետև դա այս տարվա իմ ամենամեծ նպատակներից մեկն է նաև։ Ես վստահ եմ, որ սպասողներ շատ կան։ Հուսով եմ, ժողովուրդ։ Կարծում եմ դա տեղի կունենա։ Նարինե ջան, իսկ հետաքրքիր է, այսօր նայում ենք բլոգերներին, ցանցի մարդկանց առհասարակ եւ այն կոմերցիոն բնույթը, որ կա այս ամենի մեջ, նաեւ դիրքավորում է իրենց որպես գործարարներ։ Շատերը իհարկե դրա հետ համաձայն չեն, ասում են, որ դա գործարարություն չի, դա հոբբի է, զբաղմունք է։ Դուք ոնց եք վերաբերում դրան ու արդյոք կգա պահ, որ իսկապես դա հիմնական մասնագիտություն կդառնա, թե աշխարհի մակարդակով, թե Հայաստանի մակարդակով եւ կարելի է վերաբերվել ավելի լրջորեն, քան երբևէ վերաբերվել են։ Եթե խոսքը բլոգինգի մասին է, ինձ թվում է աշխարհում արդեն բավական լուրջ են վերաբերվում տվյալ մասնագիտությանը։ Մասնագիտություն արդեն կարելի է անվանել, որովհետև բլոգ վարելու համար դու պետք է տեղյակ լինես Instagram-ի ալգորիթմներից, այսինքն պետք է լինես SMM մասնագետ, դու պետք է կարողանաս լավ նկարել, դու պետք է լինես ֆոտոգրաֆ կամ վիդեոգրաֆ, դու պետք է լինես հետազոտող, այսինքն data science պետք է մի քիչ իմանաս ու մի քանի այլ մասնագետներ։ Այդքանը հաշվի առնելով ու թվարկելով, իսկ մենք թվարկեցինք մենակ մի քանի հատը, որը հիմա հիշեցինք։ Արդյոք դա մասնագիտություն չի։ Միգուցե սա ավելի մեծ մասնագիտություն է, որովհետև շատ ավելի մեծ ֆունկցիոնալ է պահանջում, կամ աշխատանքային ու պահանջվող սկիլերի այդ սպեկտրը շատ ավելի լայն է։ Միանշանակ դա մասնագիտություն է։ Ուղղակի կարծում եմ լրջությունը որևէ մասնագիտության հանդեպ ուղիղ համեմատական է շուկայում դրա պահանջարկի հետ։ Չեմ կարող ասել, որ Հայաստանում բլոգինգը կամ ինֆլուենսերները բանջարքի մեջ ունեն, հատկապես դե գործարարներն են թելադրողը այս պահին, թե իրենք ինչքան պահանջարկ ունենան։ Հավատացեք, մի փոքր արդեն այլ է իրավիճակը, ես այս պահին կխոսամ նաև որպես մեծ ընկերության աշխատակից, ոնց ենք մենք ընտրում բլոգերներին, ոնց է համագործակցությունը ընթանում, ենթադրենք օրինակ Zara-ն ուզում է համագործակցի որևէ բլոգերի հետ, կամ նույն Sunglass-ը, որը իտալական ակնոցների բրենդ է, որ ներկայացնում է Prada, Gucci ու մնացած բոլոր ապրանքները ու նաև Essilor Luxottica-ի ներկայացուցիչն է, արտադրողն է Ray-Ban-ի, այսինքն ինքը շատ մեծ լիդեր է իր ոլորտում, ոնց է ընդունում, ոնց է համագործակցում բլոգերի հետ ու կարող եմ ասել, որ սա միանշանակ կոլաբորատիվ որոշում է։
process պատմեմ, որպեսզի ավելի པարզ լինի, ենթադրենք որևէ brand մեզանից ուզել է 3 բլոգերի հետ համագործակցություն։ Ոնց է ընթացակարգը գնում, հա։ Մենք իրան ուղարկում ենք brand-ին համապատասխանող մի քանի բլոգերների էջեր, կարող է լինի 10, որից իրենք պետք է ընտրեն 3-ը։ Ընկերությունը shortlist է անում, ընտրում է այդ 3-ին, պատճառաբանում է ինչի, պատճառաբանում է նաև նրանով, որտեղ ստուգում է, արդյոք իրական են հետևորդները, engagement-ը եւ այլն։ Այնուհետև մենք սկսում ենք բլոգերի հետ նաև մտածել, թե ինքը ինչ է նկարելու, որպեսզի այդ նկարելու լինի օրգանիկ իր էջին, որովհետև ոչ մի brand այսօր չի ուզելու մի բան նկարես դու, եթե քո աուդիտորիան դա չի ընկալելու, չի հասկանալու, ըստ այդմ չի հավանելու, ըստ այդմ դիտելիություն չի հավաքելու։ Բրենդերը միշտ ասում են, մենք ընտրում ենք այս մարդուն, որովհետև ես հավանում եմ իր ձեռագիրը։ Ես ուզում եմ, որ այն product-ը, որ մենք վաճառելու ենք իր միջոցով, լինի օրգանիկ նենց, ոնց որ ինքն է պատկերացնում։ Այլ կերպ ես ունեմ իմ հարթակը, ես ունեմ իմ Instagram-ը, բրենդը նկատի ունեմ, այնտեղ կհրապարակեմ այն ինչ որ ես ուզում եմ։ Մենք կրեատիվի այդտեղ բան չունենք։ Միանշանակ ինքնանպատակ չի։ Կա իհարկե որ բլոգերը ունի հստակ արտահայտված ոչ, դա ավելի տեսանելի է, կա որ հստակ արտահայտված ոչ չկա, տեսանելի չի, ու բնականաբար կա նաև այդ տեզեկն տեխնիկական առաջադրանք կոչվածը, որ պետք է նշել սրա մասին, պետք է նշել երրորդի մասին կամ չորրորդի մասին, բայց ամենակարևոր հարցը, որ յուրաքանչյուր համագործակցությունից առաջ տալիս են, ու հիմա բլոգերները, թերևս այն բոլոր բլոգերներում հետ ես շփվում եմ ու ճանաչում եմ, իսկ իրանք շատ են, միշտ նշում են, որ համագործակցումը աշխատում են միայն այն ընկերությունների հետ, ում product-ը իրոք հավանում են, որովհետև չարժի այդ մի համագործակցությունը քո հետևորդի քեզ իրոք մարդու, միանշանակ իր հետ հարաբերություններ փչացնելուն։ Ես չեմ կարող խորհուրդ տալ որևէ brand, եթե ես վստահ չեմ դրա որակի համար, որովհետև այնքան մեծ չի դրա գումարը կամ փոխհատուցումը, որ արժենա Սոհերի կամ հարաբերություններ Այս տաղավարում բարեբախտաբար միշտ լավ բլոգերներն են եղել, ովքեր իրենց հետևորդների հանդեպ պատասխանատվության զգացումով են հանդես եկել ու միշտ ասում են, որ հաշվի են առնում, թե ինչ է ցանկանում իրենց հետևորդը եւ եթե իրենք արտադրանքը չօգտագործեն, արդյունքը չտեսնեն, որ իսկապես լավն է, երբեք խորհուրդ չեն տա, երբեք ռոպագանդա չեն անի, կարծում եմ դա շատ լավ ցուցիչ է, որ Հայաստանը կարող է առաջատար լինել նաեւ այս ուղղությամբ։ Այո, իսկապես համաձայն եմ, շատ լավ ցուցիչ է ու չեմ ուզում ասեմ, որ իրավիճակը այլ կլիներ, եթե մենք մի քիչ ավելի մեծ երկիր լինեինք ու մի քիչ ավելի շատ լիներ տվյալ ոլորտի սպեկտր բառը էլի շատ եմ օգտագործում, բայց անկախ ամեն ինչից սա փոքր երկիր է, փոքր քաղաքում ենք ապրում, հատկապես Երևանում է բլոգինգը ավելի զարգացած, ըստ այդմ քո յուրաքանչյուր անգամ ամենափոքր սխալ, ամենափոքր կեղծիք շատ կարճ ժամանակում է ջրի երես դուրս գալու, ըստ այդմ իրոք խաղը այդ բաներին չարժե էլի։ Այո, աշխարհը շատ փոքր է, Հայաստանը էլ ավելի փոքր։ Շնորհակալ եմ Նարինե ջան զրույցի համար, հուսանք որ առիթներ էլի կլինեն հանդիպելու, ձեզ հաջողություններ։ Սիրով, շատ շնորհակալ եմ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ ցանցի մարդիկ եք լսում գործարար ալիքի եթերում Նարինե Սիմոնյանների զրուցակիցը կհանդիպենք։